Լիզ լավ ես։ Չէ, այ հիմա հաստատ չէ։ Ստել Դավիթը քեզ դավաճանում ա ուրիշ աղջկա հետ։ Հայաստանի թիվ 1 առաքիչը Ստեփանն է։ Կյանքս ինչ եղան, մի ժամը քեզ եմ սպասում։ Կյանք չես հավատա ինչ ա եղել։ Դե ուրեմն համբերի ազատիկ սևորից սկսելու են։ Բայ, Ստյոպիկին ինչ ա եղել։ Ստյոպիկ։ Ստյոպիկ։ Կոմայի մեջ, հա։ Ընկերսանա գիտեք, չէ՞, բարձվում ա իրականում Դավիթը։ Վաղը ստուդիարի կապույտ մազերով, կապույտ պիջակով ու գազարագույն տաբատով։ Այդ ժամանակ հաստատ կսիրահարվեմ քեզ։ Ուղղակի չեմ ուզում, որ էմոցիաների տակ այնպիսի որոշումներ կայացնես, որի պատճառով հետո կզղջաս։ Հազար անգամ կներես Մորքուր ջան։ Ուղղակի հես մեր աղբերը իրան մի քիչ սխալ պահեց։ Գետինը մտնի ձեր աղբերը։ Լիզ, այսօր ես քեզ կճանապարհեմ տուն։ Չէ, չես կարա ինձ տուն ճանապարհես։ Մենք տուն չունենք, տատին այսօր ծախել ա։ Ստեղ ուզում ես չէ որ հանգիստ ապրենք, վերջան այս ամեն ինչը։ Դու միակ մարդն ես, ում վրա իմ հույսը կարող եմ դնել։ Իսկ ես ում վրա կարող եմ իմ հույսը դնել։ Թարգիկ ես ընդկական սեյրել է։ Ստանում այդ տախմար։ Չպսիր այդ տարակի։ Կամյո, այո, դանգիր ապերախ։ Ես ձեզ այսպես ասեմ, եթե Ստյոպան մյուս ընտրություններին տեխնատություն դնի, անպայման այդ տղային եմ ընտրելու, հերունա գնալու այս տղան, միշտ հիշեք խոսքս։